Սիրելի գորսեցիներ, թասիբավ Սյունիքի զավակներ, այսօր մենք մի քաղաքում ենք, որ դարերով եղել է Սյունիքի ողնաշարը, հետևաբար նաև Հայաստանի ողնաշարը։ Այսօր մարդիկ ստեղ հոգնել են անորոշությունից, հոգնել են ամեն օր լսել վտանգների մասին, հոգնել են ամեն օր ապրել մի իրականության մեջ, որտեղ մարդը մտածում է հեռանալու քաղաքից, աշխատանք փնտրելու կամ անվտանգությունից ելնելու համար։ Այսօրվա գործող իշխանությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ վախենում է Սամվել Կարապետյանից։ Նա վախենում է Սամվել Կարապետյանից մի պարզ բանի համար, որ նա ունի կապեր, որ նա ունի հնարավորություններ։ Նա վախենում է մի մարդուց, ով կարող է բերել ներդրումներ Հայաստան, ով կարող է ստեղծել իրական աշխատատեղեր։ Վախենում է մի մարդուց, ով իր կյանքում ստեղծել է 100 հազարավոր ընտանիքների բարեկեցություն, ապահովելով նրանց աշխատանքով։ Սամվել Կարապետյանը խոստացել է Հայաստանի Հանրապետությունում 5 տարվա ընթացքում տուրիզմի ոլորտում ներդնել աննախադեպ ուշադրություն $1 միլիարդ։ Ու այդ ամեն ինչից անմասն չի մնալու Գորիսը։ Մենք նաև Հայաստան ենք բերելու մեծ ներդրումներ։ Հայաստանի Հանրապետությունում ստեղծվելու են հարավից մինչև հյուսիս 300,000 նոր աշխատատեղեր, որ էլ աշխատանքի մասին մտածող հայ չլինի։ Մենք կանխելու ենք Հեյդարի որդու ասած 300,000 ադրբեջանցիների մուտքը Հայաստանի Հանրապետություն, որովհետև դա ուղիղ վնաս է մեր ազգային անվտանգությանը, դա մեր պետականության կործանման սկիզբը կլինի։ Վերջապես բերելու ենք երաշխավորված խաղաղություն, երաշխավորված խաղաղություն ոչ թե վկայի ներկայությամբ ստորագրված ինչ-որ հաստատող։ Սիրելի հայրենակիցներ, այս ընտրությունը հավատացեք, որ քաղաքական ընտրություն չի։ Սա հայի լինելիության, հայի ինքնության ընտրությունն է։ Սա ընտրություն է վախի ու արժանապատիվ ապագայի մասին, թուլության, նվաստացման, անորոշության ու ուժեղ ու հզոր պետություն ունենալու մասին։ Եվ հետ մտնեք ընտրատեղամաս, հիշեցեք, որ ծեր ծրջերում է մեր հաջողության